Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված Իրանի պահանջները հաշվի են առնվել։ Օգոստոսի 8-ի գագաթաժողովից հետո Իսլամական Հանրապետության նախագահ Փեզեշքյանի հայտարարության այս հատվածը միայն թնդաց, ասել է, թե լսեցին ու մեջբերեցին հայկական հասարակական քննարկումներում, թեպետ իրանական մեհր գործակալության հաղորդմամբ այդ մեկնաբանությունից հետո երկրի առաջնորդը Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման ուղու հետ կապված բայց ուներ։ Մեջբերում, բայց մտահոգիչն այն է, որ ճանապարհը կառուցել են հայ-ամերիկյան ընկերությունները, մեջբերման վերջը։ Ու այսօր էլ Հայաստան-Ադրբեջան խաղաղության Ամերիկայի կուլմինացիայից գրեթե 2 ամիս անց չեն փարատվում մեր հարավային հարևանի մտահոգությունները, ընդ որում այն դեպքում, երբ նույն այս ընթացքում բազմաթիվ շփումներ են ունեցել մեր երկրի ու Իրանի պաշտոնյաները, ընդհուպ ամենաբարձր մակարդակով։ Ճանապարհին ինչ լիազորություններ է ունենալու այդ մասնավորը, դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտող դեսպան Սոբհանիի հարցն է։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, մանրամասները հստակ չեն։ Խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավվելու է ներդրումներ։ Այս մասին մանրամասները հստակ չեն։ Վաշինգտոնյան փաստաթղթերով Հայաստանն ու Ադրբեջանը ապաշրջափակելու են իրենց ճանապարհները 5 սկզբունքով՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն եւ փոխադարձություն։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանը հենց այս սկզբունքներին հղում անելով էր հայտարարություն արել, թեպետ օրինակ Հայաստանում շարունակում են քննարկել, ինչու սևով սպիտակի վրա Ադրբեջանի դեպքում գրեցին անխոչնդոտ ճանապարհ, Հայաստանի համար փոխադարձ առավելություններով ձևակերպումն առանձնացրին։ Իրանցի դիվանագետի շեշտն է, եթե օրինակ Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի եւ Ջուլֆայի միջով պետք է կարողանա կապվել Իրանի հետ։ Ռիսկը կլինի այն դեպքում, որ այդ նախագծի մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը ոչ, քանի որ ծրագրի անունը խաղաղության խաչմերուկ է, եթե ճանապարհի մի հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը ոչ, ռիսկերը այդ դեպքում կլինեն։ Բոլորը պետք է կարողանան այդ խաչմերուկից օգտվել եւ այդ ճանապարհներով իրենց երթևեկությունն ապահովված լինի։ Ինչ է ասում Իրանն ըստ էության, մասնագետի պնդումն է, անորոշ իրավիճակ է։ Ամերիկան Իրանին հարևան կդառնա, թե եւ ավելի այսպես պահպանողականներ այդ մտավախությունն էլ ունեն, բայց հիմնականում այն, որ կարող է հայ-իրանական սահմանը այսպիսով վերանա։ Իրանը այլևս չի կարող Պարսից ծոցով հասնի Սերծով Հայաստանի տարածք։ Մինչև կպարզվեն ջրերը, նկատենք նաև, որ ամբողջ այս ընթացքում Բաքվի լեզվից չէր իջնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Ալիևը Թեհրանի համբերությունն է չափում, թե այլ խաղ խաղում, ինչ է մոգոնել նա, Իրանի թշնամի Իսրայելի դաշնակիցը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։